Հայաստանի և Ռուսաստանի ժողովրդական նկարիչ քանդակագործ Ֆրիդ Սողոյանի հուշատունը ծննդավայրում ունենալու գաղափարն ու ցանկությունը արվեստի վաստակավոր կորչի ժառանգներինն է։ Շենքը, որ 2020 թվականին հատկացվել է ցուցասրահի համար, քաղաքի պատմական միջուկում է։ Ժամանակին պատկանել է Ալեկպոլում մեծ ճանաչում ունեցած բժշկի, հետո այն մանկապարտեզ է ծառայել, իսկ վերջին տասնամյակներին քաղաքային գրադարան էր։ Ֆրիդ Սողոյան մշակութային հիմնադրամին հատկացված շենքը հիմա ամբողջությամբ չի ծառայում որպես ցուցասրահ։ Մոսկվայից ժառանգները Գյումրի են տեղափոխել մեծարվեստագետի գործերի քիչ մասը։ Քանդակներն ու նկարներն ընդամենը կոսմետիկ վերանորոգում արած երկու ցուցասրահներում են։ Այս երկու սրահը, նախասրահն ու հիմնական ցուցադրությունների սրահը վերանորոգվեց, հարդարման աշխատանքներ կատարվեցին եւ Մոսկվայից Ֆրիդ Սողոյանի ստեղծագործական ժառանգության որոշ մասը տեղափոխվեց, շուրջ 21 պորտրետ, մոտ 40 ֆոտոբաներներ, որոնք ավելի մեծ ծավալի հուշակոթողներին են վերաբերում։ Ստեղծագործական ժառանգությունն ամբողջական ցուցադրելու տեղ չկա։ Մեկ դար առաջ կառուցված շինությունը վթարային է, հիմնանորոգման ենթակա։ Վթարային կառույցը Ֆրիդ Սողոյան մշակութային հիմնադրամին տրամադրվել է անհատույց 20 տարի ժամկետով։ Ժողովրդական նկարիչ եւ Գյումրիի պատվավոր քաղաքացի Ֆրիդ Սողոյանի արվեստի գործերը ծննդավայրում ներկայացնելու համար երկու ցուցասրահները բավարար չեն, իսկ շենքը հիմնովին վերանորոգել է անհրաժեշտ, ինչն էլ հիմնադրամը պարտավորվել է սեփական միջոցներով կատարել հիմնանորոգում։ Մեր ուժերով կատարվել է համալիր վերակառուցման նախագիծ եւ կատարվել է չափագրություն եւ կազմված տեխնիկական եզրակացության հիման վրա մշակվել է մեր գործող նորմերի, պահանջների համապատասխան վերակառուցման նախագիծ, որը նաեւ անցել է փորձաքննության փուլերը, նաեւ մշակույթի նախարարությունով ներկայացվել է համայնքին եւ համայնքի կողմից էլ հաստատվել է նախագիծը։ Վերականգնման նախագիծը պատասխանատու գերատեսչություններով հաստատված է, շինմրցույթ ևս անցկացված։ Շինընկերությունն էլ հայտնի, բայց մեկնարկի համար սպասում են քաղաքապետարանի թույլտվությանը։ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի հավաստմամբ գործն ընթացքի մեջ է, այն վերջնական տեսք կստանա, երբ Ֆրիդ Սողոյան մշակութային հիմնադրամը ներկայացնի պակասող մի շարք փաստաթղթեր։ Պահանջվել է սպառները համալիր պետական փորձաքննություն, ողամասի ճշգրտման աշխատանքներ կան դեռ կատարվելու, այստեղ բաներ կան, նախագծի մեջ որոշակի ճշտումներ պետք է լինեն թե կարտագների մասով, որտեղ փորձաքննության արդյունքն է, շին կազմակերպության հատվածն է, որ շինարարական ընթացքի կազմակերպին առանձնացնելու ճանապարհը, մայթի մասը երթևեկությունը կարգավորելը, այսինքն քաղաքաշինության բաժնում բաժնի պահանջված է որոշակի մանր մունր շտկումները կատարելուց հետո պետք է ներկայացնել, երբ ներկայացրեցին 1-2 օրվա ընթացքում շինարարության թույլտվությունը կստանա։ Ֆրիդ Սողոյան հիմնադրամը վթարային շենքի ուժեղացման եւ վերականգնման աշխատանքները մի քանի փուլով է իրականացնելու։ Թանգարանը ցուցասրահներից բացի ունենալու է նաեւ արհեստանոց ստուդիա, կինոսրահ եւ այլն։ Քանդակագործի ժառանգներն են այդպես նախագծել։ Ցուցադրությունը ներառելու է Ֆրիդ Սողոյանի կյանքի բոլոր ժամանակաշրջանների աշխատանքները։ Դրանցում առանձնակի արժեք ունի հայրենական մեծ պատերազմին վերաբերող շարքը։ Այս շրջանին բնորոշ քանդակները տեղադրված են տարբեր քաղաքներում։ Մեմորիալ որպես հուշարձանախումբ 1971 թվականից սկսում է աշխատել Կիևի Դնեպրի ազատագրումը հուշարձանախմբի ստեղծման ընթացքին այս հուշարձանախումբը իրականացված է բրոնզից եւ ունի մոտ 50 մետր երկարություն, հատկանշական է Ֆրիդ Սողոյանի մոտեցումը իր մոնումենտալ ստեղծագործություններին հայրենիքից դուրս, որտեղ որ որևէ հուշակոթող տեղադրել է, ներկայացրել է որպես նվեր հայ ժողովրդի կողմից։ Ուսանողական տարիներից մինչև ստեղծագործական բուռն շրջանի աշխատանքներ են, որոնք արժանացել են գլխավոր մրցանակների, գրանցվել Գինեսի գրքում։
Քանդակագործի հավաքածուում են նաև գիտության եւ մշակույթի ականավոր գործիչների դիմաքանդակներ՝ բրոնզից, մարմարից ու քարից։ Դրանցից այժմ 21-ն է գտնվում Գյումրիում։ Թանգարանը հիմնանորոգելուց հետո մնացածը եւս Մոսկվայի արվեստանոցից կտեղափոխվի Գյումրի։ Շենքի շինարարության նախագծային արժեքը մոտ 200 միլիոն դրամ է կազմում։ Մարինե Տերբենյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։